Ուզում եմ ականջը տաս, տնաս թե ինչ ես լսում։ Ես իմ մեկնությունը չեմ ասելու։ Խնդրում եմ ուղղակի տրամադրվի, խոսքեր եմ կարդալու, որ արտահայտվել է մի հոգի, որը շատ մոտիկ է եղել Աստծուն։ Սա եղել է իր շուրթերի երգը, երկրպագությունը իր։ 78 Սաղմոսի 1-ից մինչև 11-ն եմ կարդալու։ Շատ եմ խնդրում ուշադիր լսի եւ թող խոսքերը խոսի քո հետ։ Ականջ դիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցեք դեպի իմ բերանի խոսքերը։ Ես առակով կբանամ բերանս, դուրս կբխեմ խրթին բաներ հին ժամանակից։ Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք նրանց չենք թաքցնում որդիներիցը, եկող սերունդին պատում ենք Տիրոջ գովասանքը եւ նրա զորությունքն ու հրաշքները, որ արավ։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ եւ օրենք դրավ Իսրայելի մեջ, այն որ պատվիրեց մեր հայրերին, որ սովորեցնեն իրանց որդկանցը, որպեսզի իմանան նոր սերունդը, այն որդիքը, որ կծնվեն, վեր կենան եւ իրենց որդկանցը պատմեն, որ նրանք իրանց հույսը Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո գործերը եւ նրա պատվիրանքները պահեն։ Եվ իրանց հայրերի նման չլինին խստավիզ եւ դառնացնող ազգ, որ իր սիրտը չպատրաստեց եւ նրա հոգին հավատարիմ չի Աստծո վրա։ Եփրեմի որդիքը, որ զենք հագած աղնավորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։ Աստծո ուխտը չպահեցին եւ մերժեցին նրա օրենքի մեջ գնալը եւ մոռացան նրա գործերը եւ նրա հրաշքները, որ ցույց էլ տվել նրանց։ Նորից առաջի խոսքը. Ականջ դիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրեք դեպի իմ բերանի խոսքերը։ Հիմա խնդրում եմ ոտքի կանգնեք, աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Այսօր Քարոզի վերնագիրը կոչել եմ նրա խոսքի հայտնությունը։ Նրա խոսքի հայտնությունը։ Ուրեմն սրա վրա շատ եմ ուրախացել, ճիշտն ասած, ես որ գտել եմ այս նամանդես համարը 119 Սաղմոս 162 խոսքը։ Ես մի անգամ տարիներ առաջ խոսել եմ այս մասին, բայց մի նոր ռակուրսով եմ մոտենալու եւ շատ եմ խնդրում լսենք նոր թարմությամբ։ 119-ի 162-ը։ Ես կցնծամ քո խոսքերովդ շատ ավար գտնողի պես։ Ռուսանում ասում է ռադուզիա։ Շատ կցնծամ, կուրախանամ քո խոսքերովդ։ Շատ ավար գտնողի պես։ Պատկերացրա պատահական ձեր այգին փորելուց հանկարծ լապատկեն չի գնում։ Մաքրում ես, որ այդ քարը հանես, տենում ես մի կճուճա, կճուճն էլ բացում ես, մեջը գանձ է։ Շատ ես ուրախանում։ Դավիթն ասում է, իմ սիրտը ավելի է ուրախանում դրանից, շատ գանձեր գտնելուց էլ ավելի է ուրախանում։ Ասում է, ես ցնծում եմ քո խոսքով։ Երբ որ ասում է ցնծում եմ քո խոսքով, կարծես թե խոսքը գալիս է եւ նրա ներսին հպվում է։ Խոսքը գալիս է եւ քո սրտին, երբ որ կպնում է խոսքը, այդ ժամանակ է ուրախությունը գալիս։ Բայց եթե խոսքը այն ռուսերեն բառ կա միմը ուշեյ պրապուսցի, երբ որ բաց ես թողնում, էլ սրտից չի կպնում։ Ուզում եմ, որ Աստծո խոսքը, երբ որ նամանավանդ Աստծո խոսքից, երբ որ կարդում ենք, այդ խոսքերը կպնի քո սրտին։ Ինչի համար եմ դա այդպես ասում, որովհետև ամեն բան Աստված արարել է խոսքով։ Սկզբումն էր բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Այսինքն արարչագործությունը միջև անգամ նրա խոսքով է եղել։ Եվ ասում է, որ այդ բանը մարմին դարձավ եւ հայտնվեց մեր մեջ եւ մենք տեսանք, որ դա նրա միածին որդին է։ Մենք տեսանք որպես միածնի փառքը, տեսանք որպես Հիսուս Քրիստոս։ Այսինքն վարբրիսից բանման ստանում եք, չէ՞։ Եվ երբ որ գնում ես այդ ուպակովկեն տենում ես, ինչ ես անում, բացում ես, տենաս մեջը ինչ կա։ Այն որ զակազ ես տվել, այդ քո ուզածնա թե չէ։ Երբ որ բացում ես, տենում ես հենց քո ուզածնա, սիրտը ուրախանում է։ Այսօր Քրիստոսին Աստված, այսպես ասեմ, այդ մարմինը ինքը
Մարիամից ձեռք բերեց, բայց նրա մեջ ամբողջ աստվածային լեցունությունն է եւ նրա խոսքը դրված է, խոսքի առատությունը ամբողջովին դրված է նրա մեջ։ Եվ Աստված այսպես ոչ թե վարբրիսով, այլ Աստված սիրեց աշխարհը եւ Հիսուսին տվեց ամբողջ աշխարհի համար։ Եվ նա հայտնվեց մեր կյանքում, եւ երբ որ բաց ենք անում Աստծո խոսքը եւ սկսում ենք կարդալ, այդ հայտնությունները կպնում են մեր սրտին։ Լուսաբանվում է մեր միտքը։ Լսեք, ես չեմ ուզում դուք ուղակի խոսքը լսեք, ինչ որ բան գիտենալու։ Գիտենալու համար հասկանալի է։ Լավ է որ գիտեք։ Բայց ես ուզում եմ որ խոսքը քո համար կյանք դառնա, որովհետև Հիսուսն ասեց. «Իմ խոսքերը հոգի են եւ կյանք»։ Այսինքն դա կենթանի է, դա հոգի է, արարող է, գործող է եւ կյանք տվող է։ Եվ երբ որ դու այդ խոսքը վերցնում ես ու այդ խոսքով ես ապրում, քո կյանքը փոխվում է։ Դրա համար ենք շատերս փոխվել, դրա համար ենք շատերս հոգեվոր աճել, դրա համար է որ շատերը պտուղ են բերում, դրա համար է որ մարդիկ խավարից դեպի լույս են դառնում, դրա համար է որ քո մտածելակերպը փոխվում է, քո նպատակները, դրդապատճառները, բոլորը փոխվում է։ Երբ որ նրա խոսքը գալիս է, ինչ է անում, արարչագործություն անում քո մեջ։ Հիշում եք, սկզբից Աստված 6 օր արարչագործություն արեց, չէ՞։ Մարդու ներսում էլ Աստված արարչագործություն ունի։ Նրա խոսքը մինչև հիմա գործում է եւ փոխում է։ Մինչև հիմա դեռ արարում է։ Ամեն։ Թե չէ։ Եվ մինչև որ ես շարունակեմ, ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ ասում է նրա խոսքը, քո խոսքերով, ասում է ես ցնծում եմ քո խոսքերով, ինչպես մեկ շատ ավար գտնող, այսինքն որպես շատ ավար գտնող, հա, դաբիչ է ավարը, որ շատ գանձեր եմ գտել, շատ բան եմ գտել եւ դրա վրա ոնց եմ ուրախանում, ասում է որ ես ցնծում եմ։ Հիմա այսպիսի այս խոսքերը կարդալուց մի բան հիշեցի, որ բերեք, եթե դժվար չի բաց անենք երկրորդ մնացորդած 34-րդ գլխի 14 խոսքից կարդանք, եթե կարելի է բացենք ստեղից։ Լավ։ Եվ երբ որ Տիրոջ տունը բերված փողը հանում էին, փող ստեղ ֆինանսի է դա, էդի արծաթե դրամներ էին, ընդ ռուսերենում միտեղ թարգմանության մեջ բանա գրած, արծաթա գրած։ Երբ որ Տիրոջ տուն բերած փողը հանում էին, Քեխկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով եղած Տիրոջ օրենքի գիրքը։ Բերեք կարդանք շարունակություններ։ Եվ հա, Քեխկիա 14 շարունակեցինք, հա։ Եվ Քեխկիան պատասխանեց եւ ասեց Սափան դպրին. օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը։ Որտեղ օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը։ Եվ Քեխկիան այն գիրքը տվավ Սափան դպրին։ Եվ մյուս խոսքն էլ կարդանք, եւ Սափանը այն գիրքը բերավ թագավորին եւ պատասխան բերավ թագավորին ասելով. ամեն ինչ որ հանձնարարել ես, հանձնվել է քո ծառային, հանձնարարել ես, հանձնվել է քո ծառայի ձեռքը, նրանք կատարում են։ Եկեք մի երկու բառով ասեմ ինչ էր կատարվում։ Տիրոջ տունը քարուքանդեղած էր, ավիրված էր, եւ կարիք կար նորոգելու։ Եվ երբ որ գումար էին հավաքել, այն ժամանակ երևի արծաթա դրամներ էին հավաքել, ենթադրում եմ արծաթ էին հավաքել, որտեղ ռուսերեն արծաթա դրամա գրած, նրանք վերցրել էին ինչ որտեղ տանը պահել են, եկեղեցու շենքում պահել են, իրանց տաճարի շենքում, այն վաղ եկեղեցի չկար, տաճարում միտեղ պահել էին։ Եվ ենթադրում եմ, որ երկար ժամանակ էր դա տևել, ինչ որ ժամանակ, որովհետև այդ ավերումները, պատերազմները, ինչ որ տարիներ տևել էր։ Եվ այնպես ստացվեց, որ գնաց Քեխկիա, հա, քահանան գնաց, որ վերցնի այդ գումարը բերի, աշխատողների աշխատավարձը եւ այլն, բերեց եւ տեսավ, որ Սուրբ Աստծո օրենքի գիրքն էլ այնտեղ։ Գտավ այդ գիրքը։ Եվ ուրախացած ասում է, գտավ Մովսեսի ձեռքով եղած Տիրոջ օրենքի գիրքը։ Պատկերացնում եք ինչ ուրախություն, կորել էր, կար ժամանակ, որ չկար, մոռացել էին այդ գրքի մասին։
Գիտեք, մեկ-մեկ ինձ նես տպավորություն ամ մեր մեջ, որ երկուշաբթի ձեր սուրբ գիրքը կորում է, Կիրակի գտնում եք։ Որտեղ միայն քարոզով եք լսում շատերը։ Ես ձեզ խորհուրդ եմ տալի, որ ամեն օր կարդաք Աստծո խոսքը, ամեն օր սովորեք Աստծո խոսքը։ Եվ ես ուզում եմ ձեզ նաև մի բան ասել։ Քանի որ այդ օրենքի գիրքը կորած է, շարունակությունը տանը կկարդաք, ուղղակի ժամանակի առնով չկարդամ։ Ժողովուրդը կռապաշտության մեջ էր գնացել, այլ աստվածների հետևից էր գնացել։ Շատ մեծ մեղքերի մեջ էին գնացել։ Առաջ խոսքը մի հատ դիր, հենց առաջի խոսքը, որ թագավորի օրենք էր, Հովսիա, 8 տարեկան էր Հովսիա թագավորի օրոք էր այս բոլորը կատարվում, ինքը 31 տարի թագավորեց Երուսաղեմում։ Լավ, այդքան բան չանենք։ Եվ ինչ էր կատարվում։ Եթե շարունակության մեջ կարդակ, կասի իր հայր Դավիթի պես ինքը ուղղություն արեց, իր սիրտը ուղղություն արեց, հետո ինչ արեց, սկսեց աստարովները քանդել, կուրքերի տները քանդել, ուզում ես կարդանք էլի մի երկու րոպե, լավ։ Եվ իր թագավորության 8-րդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դավիթի Աստծուն, եւ 12 տարեկան սկսեց նա մաքրել Հուդան, Երուսաղեմը բարձրավանդակներից, աստարովթի կուրքերից, քանդակած ու ձուլածո կուրքերից, սկսեց քանդել, ավիրել, մաքրել, սաղ, ինչ սխալ բաներ արվել էր ամբողջ Երուսաղեմում։ Ինչքան Իսրայելը շատ մեղքեր էր գործել, ինչքան կռատներ էր սարքել, ինչքան շատ բաներ արել, քանդեց բոլորը, ասում եմ, նույնիսկ ասում եմ, որոշ այդ կուրքերից վերցրեց, այրեց, ձուլածո սարքեց, կրակի մեջ գցեց։ Մի խոսքով հասկանալի է ինչ էր կատարում։ Եվ սկսեցին Տիրոջ տունը նորոգել, իրա օրոք։ Եվ սկսեցին Տիրոջ տունը նորոգել, փող էին արծաթ էին հավաքել։ Դրել են միտեղ, երևի այդ մնացել է շուտվա համետ ժամանակ հավաքեցին, ամել անցյալում կար հավաքած։ Դրել են միտեղ մնացել էր։ Եվ ասում է քաղաքյա քանան գնաց, որ այդ գումարը հանի բերի, Տիրոջ օրենքի գիրքը կթավտ է։ Որտեղ գտավ 15 խոսքում։ Քեղկյան պատասխան 14 հա, հեսա, չէ, ճիշտ է դրե։ Քեղկյան պատասխանեց եւ ասեց Սափան դպրին. օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը։ Աստծո խոսքը Տիրոջ տանն է։ Ամեն։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է։ Երբ որ օրենքի գիրքը բերեց թագավորի մոտ եւ սկսեցին կարդալ եւ այլն, ասում է, որ ինքը ինչ արեց, հանդերձները հանեց, պատռեց, լացեց, ապաշխարեց, ներողություն խնդրեց, իր հայրերի գործած մեղքերի համար էլ ներողություն խնդրեց, ինչ որ արել են, որ սխալ են արել, ապաշխարեց, լացեց Աստծո առաջ։ Եվ երբ որ այդտեղ մի մարգարեուհի կար, ես չեմ հիշում իր անունը, շարունակության մեջ միգուցե կգտնեք, մի կին մարգարեուհի էր, գրածա մարգարեուհի, հենց այտենց է գրածա։ Երբ որ այդ ժամանակ ուրիշ մարգարե չկար, հենց եկան իր մոտ, եկան որ հակթար, եւ Քեղկյան եւ թագավորի մարդիկ գնացին Ասրայի որդի, Թեկվայի որդի, Սեղում հանդերսապետի կնկա որդի մարգարեուհի մոտ։ Ողդա մարգարեուհի մոտ։ Ամար Այս աններ ինձ պետք չի, էլի զորով կարդում եմ։ Ուրեմն բերեցին Ողդա մարգարեուհի մոտ։ Աղբերներ ջան, ոչ մեկ չի գայթակղում, չէ՞ որ մարգարեուհի կա, չէ՞։ Ալելույա։ Տենց որ քուրերը որ մարգարեում են նորմալ է, Աստվածային է։ Մարգարեի մոտ եւ նա բնակվում էր Երուսաղեմում, Մասանիայում, նրա հետ այնպես խոսեց։ Եվ գիտեք ինչ ասեց, կարճ ասեմ, ինչ որ ասեց, ինչա լինելու, ինչպես է պատժելու Աստված, ուրեմն այդ կռապաշտությունների, այդ կուրքերի, դրա պատճառով ինչպես է պատժելու, բայց հետևում ասեց, քանի որ դու թագավոր, քո հանդերձները պատռեցիր, քանի որ դու զղջացիր, սիրտդ խոնարհացրիր Աստծո առաջ, քանի որ դու ուղղություն արիր, դրա պատճառով դեռ քանի սաղ ես քո օրերում այս չարիքը չի գա։
Բայց միևնույն է, անպատիժ չի մնալու այդ մեղքերի մեջ ապրածները, այդ մեղքերը անողները, այս տեղի վրա չարիքը մեկը գալը, բայց քանի որ դու ապաշխարեցիր, քո օրերում չի լինի դա։ Եվ Տերը ողորմեց, ինչ որ ժամանակ, չգիտեմ ինչքան ժամանակ, վերջը Տիրոջ ողորմությունը կար այդ տեղի վրա։ Հիմա ես ուզում եմ ասել, ժամանակներ կար, բերեք մեր օրերը գանք, երբ որ մեր հայ ազգի մոտ եղել է իսկական աստվածապաշտություն, Տիրոջը սիրել են, բայց կոմունիստական տարիների օրոք, սկսած 1900-ից հետո, հիմնական 22 թվից է սովետական սոցիալիստական հանրապետությունը ձևակերպվել, բայց այդ օրերից հետո, այդ ժամանակից հետո, այս 70 տարիները, կարծես առաջին բանը, որ եղավ, Աստծո խոսքը կորավ ժողովրդի կյանքից։ Գիտեք, շատ վառել են, շատ հավատացյալների հալածել են, շատ եկեղեցիներ քանդել են, ձեռագործ տաճարներ քանդել են, եւ Աստծո խոսքը կորավ ժողովրդի կյանքից։ Եվ 70 տարի ժողովուրդը կամաց ինչին տրվեց, Են կարող է հիշեք, ես հիշում եմ իմ օրերուներ, որ շատ գիպնոզներ էին գալի, շատ ինչ էր անունը այդ մարդու, Կաշպիրովսկի էր գալի, կատակներ էին անում, ասում էին մազերը աճում եւ այլն, մեկն էլ ասում է վերցրել էր իր քաչալավտոյի պակրիշկեքը բերել դրել տելևիզորի դեմ, որ շիպով կալնի։ Լավ, կատակ Մի խոսքով, ժողովրդի մեջ կռապաշտություն, երբ որ գնում է Աստծո խոսքը մարդկանց կյանքից, առաջ են գալիս այնպիսի կռապաշտություններ եւ անաստվածային երևույթներ, ինչպիսիք են կոֆեի բաժակ նայելը, ինչպիսին էր, ասենք, թղթաբացությունը, մաղ գցելը, չգիտեմ, վախ բռնելը, չգիտեմ, կատուն, անցավ սև կատուն հետ դառան, այս լիքը սնոտիա պաշտություններով լցվում են մարդիկ եւ ցավալիորեն դա տեղ էր գտնում մարդկանց կյանքերի մեջ։ Գիտեք ինչն է ամենահավորը, երբ որ մարդիկ այդպես էլ ապրում են, այդ սկզբունքներով ապրում են, շատ հավատարիմ են։ Ես չեմ մոռանա, մի տեղ էինք հարազատներից մեկի տանը, երբ որ իրիկունը փող բերին, եկել տենամ այդ բերողը բերեց գցեց պոլին ու գնաց։ Սա էլ վերցրեց ու շնորհակալություն էլ հայտ, ասում եմ, բայց խի տենց, ասում եմ, որ իրիկունը չի կարելի փող տա։ Եվ մտածում եմ, ինչի համար է նման երևույթները, սնոտիապաշտությունը եկել մարդկանց կյանքի մեջ, Ինչի համար, օրինակ, գալիս ես մարդ, բարև ես տալի, ասում ես բարև, ասում ես չերես պարոկն Էլիզա։ Խի, կարաք բացատրեք, ինչի։ Մեկը կարա բացատրի, էդի ինչ կլինի, եթե հանկարծ մուտքից բարև ես, նա էլ բարև է, էլի։ Ու ամենահավորը գիտեք ոնց է, այնքան են հավատում դրան, որ սենց քաշվում են, ասում են արի ներս, հետո գալիս է նոր ձեռքը տալիս են։ Թե չկարողա պատվավոր մարդ լինի, իր համար կապ չունի, այնքան հավատարիմ է իր այդ սնոտոյապաշտական սկզբունքներին, որ ձեռքը նույնիսկ չի տալի։ Եվ ցավալին սա է, որ մարդիկ սենց բաներից բռնված ապրում են նրա պատճառով, որ իրանց կյանքում չկա Աստծո խոսքը։ Երբ որ բացակայում է Աստծո խոսքը, մարդկանց կյանքում առաջ է գալիս կռապաշտությունները, առաջ են գալիս այդպիսի սնոտիապաշտություններ։ Այստեղ գիտեք ինչ էին արել, մեր Հայաստանում էլ եմ ես տեսել նման բաներ։ Մի սար գնացինք, այդտեղ մի ծառ կար, ծառի վրա լիքը թաշկինակներ կային կապած, եւ այդ դրա հետ հույսեր կապած, հոգսեր էին գրել, բաներ էին գրել, այդ ծառին կապել էին։ Եվ եթե խորհրդավոր է մի քիչ այդ ծառը, ուրեմն այդ խեղճ ծառին աստվածացրել էին, թե այդ հոգսերը ոնց պետք է ծառը վերցնի, չգիտեմ, բայց դա Աստծո խոսքի բացակայությունն է։ Ես ավելին կասեմ, մենք շատ ենք հպարտանում, շատ մեր հայկական սկզբունքներով եւ սովորություններով, ստեղ չէի ցանկանա ստեղից բարձրաձայնեի շատ բաներ, բայց ահավոր է, երբ որ մենք տրվում ենք այդպիսի չքավոր սկզբունքների, երբ որ մենք տրվում ենք նման բաների, օրինակ, ասենք, ես հասկանում եմ, մատուրը պետք է լիներ աղոթքի տեղ, բայց ինչ են անում մեր մատուրներում Հայաստանի։
Գիտեք, ինչքան մատաղներ ու անհասկանալի բաներ են անում։ Ով է ձեզ այդպիսի բան սովորացել, ով է ձեզ այսպիսի բան թույլ տվել, ինչի են քահանաները լռում, ինչի համար այս մասին չի խոսվում, ինչի համար են քրիստոնեզացիա կոչվում, վերցնում կռապաշտության բոլոր սովորությունները, հեթանոսական սովորությունները եւ քրիստոնեզացիա անում, հա, դարձնում են քրիստոնեական սկզբունքներ։ Ոչ, դա նորմալ չի։ Եվ դրա վրա Աստծո բարկությունը գալիս է։ Ոչ մեկ չի հասկանում, վայ, Տեր Աստված, մեր ազգի, ախր Աստված արդար չի, ինչի է մեր ազգին պատժում։ Միգուցե ձեզ պետք է ապաշխարել։ Միգուցե դուք պետք է դարձի գաք։ Միգուցե դուք եք Աստծուց երես թեքել։ Ոնց է որ Աստված ուզում ես քեզ օրհնի քո կռապաշտության մեջ, քո սնոտիապաշտության մեջ, քո անօրության մեջ եւ ասում ես թող Աստված ինձ օրհնի։ Ոչ, Աստված այդպես չի անում։ Աստված ամենուրեք բոլոր չքավոր սկզբունքները մեկդի դնելով կոչ անում ամեն մարդուն, ամեն տեղ, որ դարձի եկեք եւ ապաշխարեցեք եւ ձեր Տիրոջը ճանաչեցեք։ Ամեն ազգերի մեջ սա կոչ է արվում, ամենուրեք։ Եվ սրա համար Աստված ուզում է, որ իր խոսքը հայտնվի իր ժողովրդին, որ այսօր քչերն են, որ բարի ավետիս են տալիս, որ մարդկանց բարի լուր են ուղարկում, որ ավետարանի խոսքը հասնի։ Այսօր գիտես ինչն է, ահա որ այն բանը, որ երբ որ տեսնում ես մարդը Աստծո խոսքից ընկած, հեռացած Աստծո ճանապարհներից, ավիրված է նրա ոչ միայն մտածելակերպը, հոգևոր աշխարհը ամբողջովին մեռած է, եւ ցավալիորեն ընտանիքներում բոլոր չքավոր սովորությունները կա, եւ նրանց երեխաները, օրինակ, չգիտեմ ինչքան ժամանակ էր այս բանը կատարվել, գիրքը կորած, բայց պատկերացրեք երեխաներ էին ծնվել։ Ինչ պիտի անեին երեխաները։ Մի օր ասեցի, պատկերացրա, քո աղջիկը ամուսնացել է մի անհավատ տղայի հետ։ Ենթադրենք այսպեսի մի բան։ Եվ քո կիսուրը, հա, աղջիկ ջան, եկել է եւ մի հատ աչքահոլունք ա բերել, որ քո երեխայի դոշին կպցնի, որ երջանիկ լինի։ Դու երբ որ հոգևոր ես, տխրում ես, տրտմում ես։ Ես էլ ասում եմ, մարդ, մեր հարսը այնքան վատն է։ Հիմա որպիսի այս հարսը լավը դառնա, պետք է ուգածի տանի, հաճեցնի կիսուրին։ Եվ վեր կենա, ասի, վայ, այս ինչ լավն է, այս ինչ սիրուն է, սա էլ դեմ է Աստծուն, սա էլ կռապաշտություն է, սա էլ կախարդություն է։ Եվ ինչ պետք է անի, ասեմ ինչ անի, խորհուրդ եմ տալիս, որ անհավատների հետ չամուսնանաք։ Ես մի հատ շարունակեմ, երբ որ երկուսն էլ անհավատ են, եւ կիսուրը եւ հարսը։ Եվ կիսուրը բերում է աչքահոլունք կպցնում, հարսն վերակեմ, ասում ապրես, մամջան ու իրար պաչում են, երջանիկ ապրում են։ Տեսեք, խնդիր չկա, պրոբլեմ չկա, նորմալ է։ Ավշենք աննորմալ է, բայց սենց ասեմ, իրանք իրար հետ կարծես թե լավ են։ Եվ սրանցից ամենահավորը գիտեք որն է, իրանց մորքուրի կամ հորքուրի աղջիկը, տեսնում ասում, բայց իմ քեռակինս եւ իր հարսը շատ երջանիկ են ապրում, բայց իրանք հավատքի չեն։ Տեսեք ինչ խաբվածություն կա։ Էհա նայելա խորը քնած, նայելա խորը քնած։ Երկուսն էլ խորը քնի մեջ են։ Բնականաբար ոչ նա է հասկանում ինչ անում, ոչ նա է հասկանում ինչ անում։ Ինչ պետք է լինի։ Քո աչքին դա նորմալ է երևում։ Բայց թե ինչպիսի ցավելի եւ ինչպիսի ահավոր հետևանքներ կարող են ունենալ։ Եվ եթե հետ չլինի, դժոխք կկա ու կա։ Եվ դրա համար կոչ ենք անում մենք ավետարանը քարոզողներս, որ Տիրոջ խոսքը գա եւ քո կյանքում տեղ գտնի։ Եվ կոչ ենք անում, որ ապաշխարություն լինի, որ ոչ թե երբ որ մարդը անհավատության մեջ է, շատ աննորմալ բաներ նորմալ է երևում։ Բայց յուղն ու ջուրը իրար հետ չի խառնվում։ Բայց նավթն ու ջուրը իրար հետ ինչքան խառնեցիր, մեկը իրարից բաժանվում են։ Դրա համար հավատացյալը անհավատի հետ չի ստացվում։ Նրանք ինչքան խառնես, վերջապես իրար դեմ են դուրս գալիս։ Ես հիմա մի հատ բան ասեմ, հավատացյալների համար եմ ասում, շատ եմ խնդրում ձեզ, փոքրուց մենք
հնարավորություն ենք մեր երեխաներին ճշմարտությունը սովորացնել։ Կրթել, երբ որ ստեղ ընծայում ենք անում երեխայի, ասում ենք խոստանում ես երեխայիդ կրթել դաստիարակել Աստծո խոսքի համաձայն դրա թակավորության մեջ։ Ասում ենք այո, բայց այդ այոն պետք է լինի պատասխանատու ասողը։ Երբ որ ամուսնություն ենք ձեռնադրում, երկուսն էլ ասում են այո, բայց այդ այոն պետք է պատասխանատվություն կրի։ Դուք ուխտ եք անում, ժողովուրդ ջան, դա խոսքեր չի։ Դեպ որ դուք ջրի մկրտություն եք անցնում, դուք այո եք ասել։ Միթե չէիք հասկանում ինչ եք անում։ Դրա համար միտեղ ասում է երանի թե ընդհանրապես Աստծո ճանապարհը ճանաչած չլինեն, քան թե ճանաչելով անհավատության, անաստվածության եւ պիղծ բաների հետևից եք գնում։ Ես ել եմ ասում, բոլորս տեղեկացները հավատում եմ, 1,000,000% հավատում եմ, որ Աստված ձեզ սիրում է։ Ես գիտեմ, որ Աստված հատուկ ուշադրություն է դարձնում, ասենք համեմատած քաղաքի բոլոր մարդկանցից ձեզ ուշադրություն է դարձնում։ Նա սպասում է ձեր աղոթքին, նա սպասում է ձեր ապաշխարությանը, նա սպասում է քո, երբ պիտի վերցնես ավետարանի խոսքը կարդաս, որ իր հոգուց լույս ուղարկի քո մտքին, որ քո սիրտը լուսավորվի։ Նա սպասում է, երբ պիտի բացանես սիրտդ, որ ինքը խոսի քո աշխարհի հետ։ Գիտեք, երբ որ դուք ավետարան չեք կարդում, Աստծո խոսքով չեք զբաղված, ընկերուհիներով պիտի բան բասեք, բա ինչ պիտի անեք։ Դու նրան ես գեշանելու, նա քո երեսնա սևացնելու, նա ասելու է, որ ձեր խնդիրների մեջ հովիվն է մեղավոր լինելու, իհարկե այդպես պետք է լինի։ Հələ փորձեք ապաշխարել, հələ փորձեք դարձի գալ, հələ փորձեք ավետարանի խոսքը։ Դուք տեսնես, որ ամեն բան փոխվում է։ Եվ դու ներողություն, վիրավորված, մթագնած գնալու ես եկեղեցուց եւ գտնելու ես մեկին եւ տեսնելու ես, գիտես ինչն է ամենահավորը, որ վիրավորված մարդիկ կան եկեղեցուց, որ նրանց քիմքին հաճելի է նույնպես տրտնջալը եկեղեցու դեմ, կամ բամբասելը, կամ տրտնջալը, կամ բողոքելը, եւ երբ որ դու խոսք ես ասում իրանց, որ գիտես ու սկսում ես բողոք ներկայացնել, ինքը միանգամից բացվում է դրա առաջ, այն մյուսը բացվում է դրա առաջ, եւ երկուսը իրար հետ ընդհանուր համախոյներ են դառնում։ Եվ այդ ընկերությունը որոշ ժամանակ տևում է, բայց որոշ ժամանակ հետո, գիտեք, ել եմ ասում, երբ որ երկուսն էլ անհավատության մեջ են, իրանք իրար հասկանում են, որովհետև չեն հասկանում։ Բայց երբ որ մեկը հասկացավ, ասելու ես ինչ եմ անում, գլուխդ կառնես ու կփախնես։ Իսկ եթե չէ, մի որոշ ժամանակ հետո տեսնելու ես, որ մեկը մյուսի խեղդում եք։ Աստված օգնական լինի այս ամեն ինչից։ Աստծո խոսքը կորած էր։ Քեղկա քահանան գտավ եւ բերեց եւ կարդաց թագավորի առաջ։ Թագավորը շորերը պատռեց եւ իրանց երբ որ Տիրոջ խոսքը գտնվեց, երբ որ Տիրոջ խոսքը հայտնվեց, այդ ժամանակ եւ ապաշխարությունա կատարվում, եւ ինչ կարդացինք ամենասկզբից, ավար գտնողի պես ուրախանում եմ, ամեն, եւ ցնծում եմ, ուրախանում եմ, ավար գտնողի պես, եւ ուզում եմ քարոզից վերջը բերել, քանի որ այսօր հաղորդությունը ուզում եմ ուրեմն Սաղմոս 119-ի 105 խոսքն է, քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Հետաքրքիր է, ինչ էր ապրում, Դավիթը երբ որ գրում էր սա։ Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Այսինքն կա պահ, որ դու չես իմանում ինչպես անես։ Կա պահ, որ դու չգիտես ուր ես, ուր գնաս, ինչ անես, ինչպես վարվես։ Դա կարող է լինել աշխատանքի տեղը, դա կարող է լինել ընտանիքում, դա կարող է լինել եկեղեցում, եւ այս կյանքի մեջ տարբեր բնակավարներում եւ տարբեր ոլորտներում։ Եվ ասում է, ինչ անեմ, եւ ինչ լավ է որ կա նրա խոսքի հայտնությունը։ Քո խոսքը լույս է իմ ճանապարհներին, իմ շավիղների համար, լույս է,
Ինքը լուսավորում է եւ ես գիտեմ ուր գնամ։ Ես հասկանում եմ, որ այսպես ճանապարհ չկա։ Ես հասկանում եմ, որ այսպես ճանապարհ կա։ Ես ձախ չեմ գնա, աշ չեմ գնա։ Ուղիղ քո խոսքի մեջ կքայլեմ։ Քո խոսքը լուսավորում է, այսինքն իմաստություն է տալիս տարբեր խրթին վիճակների մեջ կողմնորոշվելու Տիրոջ կամքը կատարելու։ Ամեն։ Եվ օրհնյալ է մեր Աստված, ես ուզում եմ, որ նաև քո ուրախությունը լինի ոչ թե ինչ որ մի երկրի նյութական բան ունենալը, ինչպես եք ուրախանում ընդհանրապես, ինչն է ուրախացնում քեզ։ Ես ուրախությունը արտահայտվելու մասին չեմ խոսում։ Ամենքը տարբեր կերպ կարող են արտահայտվել։ Մեկը ուրախանում է ժպտալով, մեկը ուրախանում է պարելով, մեկը ուրախանում է, չգիտեմ, օրինակ հիշում եմ մտերիմներից մեկը, որ ինձ տեսնում էր ուրախությունից, սենց ոտքերի ծերերի վրա էր կանգնում, ուրախանում։ Իմ աղբորս կինը այն ժամանակ Լիլիթը հիշում եմ, որ այդպես էր ուրախանում։ Այն մյուսին հիշում եմ, որ ուրախանում է, որովհետև այսպես արտահայտվում, անընդհատ բռնում պաչում, ասենք, այս մարդը էլ տենց է ուրախանում։ Բայց խնդիրը ուրիշ տեղ է։ Ինչն է քո ուրախությունը, ես սրա վրա եմ ասում։ Ինչն է քեզ ուրախացնում։ Գիտես, երբ որ դու վերստին ծնված ես, երբ որ կենթանի Աստծո խոսքը ունես, դու չես կարող ուրախանալ այն բաների վրա, որը Տերը տխրում է։ Այն բաները, որոնք որ մեր Աստծուն տրտմացնում են, դու դրա վրա չես կարող ուրախանալ։ Դա ինչ ուզում եք լինի, դա առարկա լինի, դա խոսքեր լինեն, երգ լինի, ասենք, ես սիրեցի յարս տարան, հա, սրա տակ դու հելել ես, ուրախ պարում ես, տածում ես ինչ ես անում։ Ես ընդհանրապես այս ուղղությամբ էլ ասեմ սիրելիներ, բոլոր նրանք դեռ լպիտի երեխաներ ամուսնացնեք եւ այլն, մտածեք ինչպեսի երգեր, ինչպեսի ուրախության համար, ինչ երգ ու պար եք դնում, ինչպեսին է դրանք, ինչի վրա է։ Ես մի չեմ ասում, որ մենակ հոգևորը պետք է լինի, շատ անգամ հոգևոր երգերի տակ պարել չի լինում, բայց գոնե կարող եմ ասեմ ուրախ, կուզեմ եղբայրս մեջքիս կանգնած լինի ուրախ եմ, հա, ասենք թող իմ աղբերս ջան, ինչ լավ է, թող աղբոր մասին երգում է, կամ մոր մասին է երգում, կամ հայրենիքի մասին է, խնդիր չկա, ես նորմալ եմ նայում։ Մենք ծայրահեղություն չենք, բայց երբ որ գնում է խոսքը, բառեր, որոնք որ նոչու յառաձելսա պատ զավորում, չորտի կրիստիլի մնե որում, ու դու դրա տակ շախ ես անում, կներես, ուշադիր ես։ Դե ես էսի միշտ օրինակ եմ բերում, հարց ես խոսքերը, մենակ ես երգը չի։ Մի օր այսպես երգի համար զգուշացրել էի, միտեղ հարսանիք էինք, գիշերները Յարո ջան խլվլամ քո դոշին, Զորաբ նեկով ասեց, հովիվ ջան, խուժան երգ է, ահա բա ասեցի։ Գիտեք, կա սենց բառեր, որոնք որ այդ բառերը ներողություն, դու դրան մասնակից լինելով քո գլխին փորձանք ես բերում։ Եվ դրա համար եմ ասում, երբ որ Տիրոջ խոսքը կորում է, երբ որ աստվածայինը կորում է, մուտք են գործում անաստվածային երևույթները։ Ներողություն, այդ ժամանակ իհարկե Քրիստոս այդտեղ անելու բան չունի։ Իհարկե Աստված ուզում է փոխել, Աստված ուզում է դարձի բերել, Աստված ուզում է այդ ուղղությամբ ուրեմն քեզ առաջնորդել։ Երեմիայի 15-16-րդ խոսքը ասում է. Քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա դրանք։ 15-16 Երեմիա։ Քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա դրանք։ Սիրում եք Աստծո խոսք ուտել։ Դե, հա, խալաձելնիկում պետք չի պահել։ Մի բանա, որ միշտ պետք է ունենաս քո աչքի առաջ։ Եվ քո խոսքը ինձ համար ցնծություն եւ սրտի ուրախություն եղավ, որտեվ քո անունով կոչվեցի, ով Տեր, զորությունների Աստված։ Քո խոսքը գտնվեց եւ ես կերա։ Ինչ եղավ դրանից հետո։ Ցնծություն, ուրախություն։ Գիտեք այդ որն է, երբ որ խոսքը կպնում է քո սրտին։ Երբ որ խոսքը հայտնվում է, որը որ լուսաբանվում է քո միտքը։ Երբ որ լույս է գալի քո աշխարհի մեջ։ Գիտես, երբ որ քո խոսքը, գիտեք ավետարանի խոսքը, Աստծո խոսքը,
այնտեղից տեղափոխվում է քո ներսի աշխարհը, կարողանում ես տանել դեպի քո ներսը, լսելով է դա։ Այն սկզբից որ ասացի Շմայել Իսրայել, ուշադիր լինելով է, որ դու կարաս վերցնես։ Գիտես, այդ ժամանակա միտքդ լուսավորվում, այդ ժամանակ ես կարողանում տեսնել։ Այդ ժամանակա, որ ասում է, երբ որ կերա, ինձ համար ցնծություն եւ ուրախ եղա։ Շատ անգամ այդ ուտելը Սուրբ Գիրքը համեմատում է հավատալու հետ, նույն բառն է օգտագործում։ Աստծո խոսքին հավատալ եւ Աստծո խոսքը ուտելը։ Կարամ նոր գտակարամ, շատ տեղեր կարդամ, ժամանակ չկա այդ մասին, ուզում եմ ավարտին բերեմ, որ հասցնեմ հաղորդությունը անենք։ Ձեր մեջ ավելացրեք Աստծո խոսքի հայտնությունը եւ ձեր մեջ կավելանա Աստծո ուրախությունը։ Ձեր մեջ ավելացրեք Աստծո խոսքի հայտնությունը։ Այդ ժամանակ ձեր մեջ ուրախությունը անպատմելի եւ փառավոր ուրախություն կլինի։ Սուրբ Գիրքը այս մասին Եսայան նույնիսկ ասում է, Տիրոջ կողմից փրկվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, եւ հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա։ Նրանք ցնծություն եւ ուրախություն կստանան, եւ տրտմությունը եւ հեծությունը կփախչի նրանցից։ Այսօր նայում եմ ժողովուրդ ջան, շատ են տխուր։ Մեկ ես մոտենում եմ մարդկանց, ասում եմ ուրախացեք։ Պրոստը։ Մեր ժողովուրդից էլ, ով գիտի, մի քանի մարդիկ կան, որոնց կարող եմ ոմանց էլ մի քիչ շուշուտ ասեմ։ Պրոստ տենում եմ ենքան տխուր է։ Ինչ ես այդքան տխրել։ Լսի, հավատում ես, որ լավ, ենթադրենք, երկրի վրա մի խնդիր ունես։ Հավիտենական կյանք է պատրաստել Աստված քեզ համար։ Ստեղը ցավում է, այնտեղը ցավում է, ստեղը ցավում է։ Իմ գլուխը ամեն օր ցավում է։ Ես վերջս ավակին էլ է ցավում։ Ինչ անենք։ Մարմինը։ Աղոթում ենք այդ ուղղությամբ, աղոթում ենք իհարկե։ Բայց երկնքում գրած է ոչ ցավ կա, ոչ լաց կա, ոչ սուկ կա։ Շատ ես տխրել։ Հարազատդ կորցրել ես, իհարկե, սուկդ վերջացրա, մտիր Տիրոջ ուրախությունը։ Մտիր վերջապես։ Ես չեմ ասում, ժողովուրդ ջան, ասածս խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Արհեստական չի, որ ասենք սրտումը սուկ է, դենքից ժպիտ ամերիկական վարիանտ։ Չեմ ուզում այդպես։ Ուզում եմ, որ քո ներսում ցնծություն, ուրախություն լինի։ Նորից եմ ուզում կարդամ։ Տիրոջ կողմից փրկագնվածները իսկուպ լինեն, ով որ փրկագնված է։ Իսկ գիտեք, այս մարգարեական խոսքը միջև Քրիստոս փրկագնությունը նույնիսկ չի խոսվել, դրանք արվել են անասունների եւ ոչխարների կովերի արյունով։ Բայց դա բոլորը ասում կատարյալ չէր անում եւ դրանք ժամանակավոր բաներ էին։ Դրա մասին չի խոսքը, սա մարգարեություն է մեր օրերի համար Քրիստոսի կատարած գործով։ Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան ցնծալի երգերով կգան Սիոնա գրած։ Այսօր Աստծո Սիոնը եկեղեցին է։ Կգան ցնծալի երգերով ուր կգան եկեղեցի։ Եվ հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա։ Եվ նրանք ցնծություն եւ ուրախություն կստանան եւ տրտմությունը ու հեծությունը հեծելը գիտեք չէ՞ որ նա հեծությունը այն լացկան այդ տրտունջը բանը սաղ իրար հետ խառնած ժժնած տես մի բանը ասма կփախչի նրանցից կգնա նրանցից Ալելույա Քանի որ ես հաղորդություն եմ տալու ես քարոզ ավարտեցի ուզում եմ պլավնի այս քարոզիցս մտնեմ այդտեղ այդ ասասների մեջ ժողովուրդ ջան ինձ հետ եք հա Այդ որ ասացի Եսայա 51-ի 11-ն էր այդ որ ասացի Տիրոջ տաճարը նորոգելուց գտան Աստծո խոսքը Երբ որ Տիրոջ տանը ծառայում ես այո ով գտավ ստե գրած է քահանան Աստծո քահանան Նրանք ովքեր որ ծառայության մեջ են
նրանք ովքեր Տիրոջ տանն են ծառայում։ Եվ այդ մարդը գնացել էր, այն որ ասում է, փողը բերեր, Աստծո խոսքը գտավ, որը որ մեծ ուրախություն եղավ, որը որ փոփոխություն բերեց, որը որ կռապաշտությունից, այդ անեծքներից ազատեց։ Բայց հիմա մի հատ բան եմ ասում։ Բոլորը, երբ որ Աստծո խոսքը գտնվեց, Եբրայեցիս թղթերում գրված է, կա սրբության սրբոց։ Տաճարը, որ սարքել են, կա տաճար, այս մասին շատ եմ խոսել։ Տաճարում կա սրբության սրբարան, շարունակում է սրբության սրբոց, սրբության սրբոցում ուշադիր եղեք կա ուխտի տապանակ։ Ուխտի տապանակի մեջ կա ոսկե սափոր։ Ոսկե սափորի մեջ կա թաքնված մանանան։ Սուրբ Գիրքն ասում է, ով որ իմ խոսքը լսի, նա կհաղթի։ Ժողովուրդ ջան, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ոչ թե ինքն էլ զոհերով գնաց, այլ ինքը ոչ թե ձեռագործ տաճարը մտավ, այլ բուն երկինքը մտավ, որտեղ այդ ձեռագործ ինչ որ կար, դա երկնքի եւ այդ բոլոր կատարված ինչ որ պիտի լիներ, դրա խորհուրդներ, դրա կերպարներ, ասենց ասեմ, մոդելներ, բայց իրականությունը նա էր, որ Քրիստոսն արեց։ Ինքը մտավ որպես քահանայապետ, մեր քահանայապետը, Եբրայեցիս 9:4-ն է։ Այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը, ուխտի տապանակը, ամեն կողմից ոսկով պատված, նրա մեջ կար ոսկե սափոր մանանայով։ Ահարոնի գավազանը, որ ծաղկեց եւ ուխտի տախտակները։ Եվ այստեղ ասում է, որ Հիսուսը գնաց այդտեղ եւ այս բոլորը խորհուրդներ ներկայացնում, բուն երկինք ներկայացավ, հոր աջ կողքը, որպիսի ոչ թե անասունների արյունով, այլ իր արյունով ներկայանա եւ բարեխոսի ում համար, ուզում եմ ասես, իմ համար, ամեն իմ չէ, մեր միասին, ամենքս ասենք իմ համար գնաց բարեխոսի։ Եվ երբ որ ես մեղքի կամ անօրության մեջ եմ հայտնվում, լսեք, Քրիստոսը բարեխոսում է ինձ համար։ Եվ փափագելով սպասում է քո ապաշխարությանը։ Երբ որ մենք դարձի ենք գալիս ապաշխարում ենք, Քրիստոսի արյունը իշխանություն ունի սրբելու մեզ, այնպես որ կարծես այդ մեղքը երբեք քո վրա չի եղել։ Դրա համար հիմա մենք հաղորդություն ենք անելու։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, եթե մենք մեզ դատելու լինենք, աշխարհի հետ պիտի չդատապարտվենք։ Չգիտեմ, հավատացյալների տեսակ կա, որ իրանց մոտ այդ պրովուդը անջատած է։ Չեն ուզում անձնաքննության գան երբեք։ Օրինակ, ասես մի բան են ասում, որ միշտ գիշեր ցերեկ, մենք շնորհքի տակ ենք, մոռացել են, որ ախպեր 100 անգամ մեղք են գործել այսօր, 100 անգամ էլ երեք էին գործել, եւ այդ մեղքերը իրար վրա մի հատ եկա սարա դարել։ Ով պիտի բա քո տեղն ապաշխարի։ Ով պիտի դրանից դարձի գա։ Լսեք, եթե մենք մեզ դատելու լինենք, եթե մենք մեզ կողքից մի հատ նայենք ու ասենք, տղա ջան, սխալ ես արել, մենք մեզ ասենք, տղա ջան, սխալ ես արել, աղա ջան, կնգանդ վրա գոռացել ես, մեղադրել ես, այս խոսքերն ես ասել, պիտի դարձի գաս, ապաշխարես։ Ոյ, ամոթ չի խայտարակ կլնենք հեսա եկեղեցում։ Հանկարծ որ իմանան։ Հիմա չէ, բերեք դու քեզ ասա։ Սիրուշ ջան, Հայկանուշ ջան, չգիտեմ ինչ ջան, դու քեզ ասա կողքից։ Սխալ ես արել, որ հովի մասին սխալ ես խոսել։ Սխալ ես արել, որ բամբասել ես։ Սխալ ես արել։ Դե գիտես, ես չէի ուզում այդ ասեմ, ուղղակի տենց ստացվեց։ Դու քեզ մի արդարացրա, քո արդարությունը պիղծ է եւ զզվելի Աստծո առաջ։ Աստված ընդունում է իրան դատապարտողներին եւ մեղքից ազատվողներից։ Եթե մենք մեզ դատենք, աշխարհի հետ չենք դատապարտվելու։ Ամեն։ Շատ եմ խնդրում ձեզ, եկեք կանգնենք աղոթքի։